Très cher Saint-Père, aujourd'hui, tout le Liban a vécu une journée de grâce. Այսօր Լիբանանը գաբրի շնորհքի օրը, ձեր աղոթքը լրության եւ լույսի Սուրբ Շարբելի կարայրի մեջ մեզ հիշեցուց հավատքի բրգարար ուժը։ Այժմ Լիբանանի Աստվածածնաոտքերում մոտ մենք հավաքված ենք անոր մայրական հայացքին տակ, որ կկրկե իր բոլոր զավակները։ Այս սրբավայրը այն վայրն է, ուր ասկեր եւ կրոններ կհանդիպին եւ կհաշտվին։ Հարիսայի Աստվածամայրը կմնա Լիբանանի հոգևոր հենարանը։ Այսպես եղավ Տանընգիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի ողջույնի խոսքը Լևոն 14-րդ Պապին առաքելական ճամփորդության ծիրեններս ի Լիբանան Հարիսայի սրբավայրի մեջ եպիսկոպոսներու, քահանաներու, կրոնավոր եւ կրոնավորուհիներու, ինչպես նաեւ հովվական պաշտոնյաներու հետ տեղի ունեցած հանդիպումին ընթացքին։ Տանընգիլիկիո կաթողիկե հայոց հայրապետը ապա դիրամոր ձեռքերում մեջ հանձնեց Լիբանանի համայն ասկը, եկեղեցին եւ ամբողջ աշխարհը, անդրադառնալով, որ Լևոն 14-րդ Պապին այցը աղոթքի եւ հույսի կենտանի փոց է, որ գլուսավոր է երկրի յուրաքանչյուր հատված։ Մենք կաղոթենք ձեզի հետ սրբազան քահանայապետ խաղաղության, արդարության եւ մեր սիրելի Լիբանանի վերածնունդին համար։ Այսօրնյալ հողին վրա հավատքը ունի խոր արմատներ եւ ավանդույթներու բազմազանությունը կդառնա հարստություն, նշան Աստծո շնորհքի բազմացեվության, ըսավ Գերերջանի հոգևոր տերը, ակնարկելով Լիբանանի ժողովրդին ապրած տարաբանքներուն եւ անոր թիմադրության, հագարակ ցավին եւ հոգնության, մնալով հույսի պահպաններ եւ խաղաղության վկաներ։ Ան նաեւ ակնարկեց թե քրիստոնյա արևելքին ուժը կծնի մարտիրոսներու հիշողութենեն, որ վերածված է աբրված ավետարանի եւ մարմնավորված է առօրյա կյանքի մեջ, ուժ, որ կսունուցե, որ կպաշտպանե յուրաքանչյուր մարդու կյանքն ու արժանապատվությունը երկրի մեջ, որ 18 կրոնական պատկանելիություններու հայրենիք է, շոշափելի խորհրդանիշ այն բանի, թե ինչպես հավատքը կարող է կամուրջ դառնալ աշխարհի վերքերեն անտին։ Նման Հիսուսի աշակերտներուն, որ պոտորիկի տիրախ դարձած նավուն վրա աղաղակեցին, Տեր կգործվինք բրգեմեզի, նաև մենք այս մարտիրոսական հողատարածքի զավակները կապավինենք ձեր բարեխոսության, այն վստահությամբ, որ Տերը Լիբանանին ու համայն միջին արևելքին պիտի բարգեւե իսկական խաղաղությունը, որ կծնի հարուցյալ Քրիստոսեն։ Ձեր ներկայությունը մեզի կհիշեցնե, որ մենք առանցին չենք, որովհետև Աստված եւ եկեղեցին մեզի հետ են։ Հոգևոր Տերը խոսքի եզրափակեց մաղթելով, որ ավետարանին լույսը լուսավոր է յուրաքանչյուր սիրտ, յուրաքանչյուր դուն եւ յուրաքանչյուր անհատի ուղին։ Comme une pluie bienfaisante sur nos montagnes et dans nos vallées, que la lumière de l'Évangile éclaire chaque cœur, chaque maison et chacune des étapes de notre chemin. Merci de votre présence.